Սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գևորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային վերլուծական հաղորդումն է Status Quo, եւ մենք այսօր հյուրընկալել ենք Cyber Hub ընկերության համահիմնադիր կիբերանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին. Սամվել, ողջունում եմ ձեզ։ Ես ուզում եմ, որ դուք մեզ այսօր վախացնեք։ Ինչերից պետք է մենք վախենանք։ Ես վերջերս բայղուշությունով եմ ամբողջ օրը զբաղված։ Իրականում այսօր այն վիճակում են, որ ամեն ինչից էլ կարելի է վախենալ։ Կամայական մի բան, որը կպած է ինտերնետի, արդեն դառնում է վախենալի։ Ուղղակի մենք Հայաստանում տենց այդքան շատ չենք թվայնացված մեծ հաշվով։ Հա, համարում ենք ոչ քիչ թվայնացված պետություն, հա։ Դե որ տարբեր զեկույցներ լսես բավականին լավ կլինենք, բայց մեկը թղթային մասը շատ է։ Հետո քաղաքացիներն էլ մեծ մասը այդքան շատ չեն օգտվում թվային ծառայություններից։ Տեսեք, օրինակ մենք ունենք բազմաթիվ լավ թե վատ այդ ուրիշ հարց, բայց օրինակ պետական կառույցներ ինչ որ թվային ծառայություններ ունեն, բայց մեծ մասը նույնիսկ տեղյակ էլ չի, որ դրանք գոյություն ունեն։ Ընդհանրապես էլ չեմ ասում, որ օգտվեն դրանից։ Օնլայն առևտուրը իհարկե աճում է, բայց բավականին սահմանափակումներ կան, մարդիկ սովոր չեն, հոգեբանորեն մարդկա վախենում է օնլայնից։ Մարդիկ կան ԴՀԿ-ի հետ խնդիր ունեն, քարտ չունեն բանկային, որ օնլայնից օգտվեն եւ այլն։ Ամեն դեպքում մենք առաջատարը չենք, նաեւ այդպես կոչված իրերի ինտերնետ են ասում, անունից արդեն բխում է, երբ որ տանը ամեն ինչ կպած է ինտերնետին, հա, ու դու կարող ես հեռախոսով լինելով հարևանի տունը, այնտեղ միացնել սրճեփը, դույսում լույսերը անջատել, այս անել են տեսել։ Սամվել, դուք նշեցիք, որ մարդիկ չեն վստահում։ Ինչ խնդիրների առաջ են կանգնում մարդիկ մեզ մոտ հատկապես Հայաստանում, սկսած deepfake-երից, վերջացրած կեղծ SMS-ներով, նաև որ հեռախոսները կարող են վարակել հատուկ այդ տարբեր տեսակի ծրագրերով։ Ես կուզեի, որ մեր հեռուստադիտողներն էլ թվում է, թե մենք շատ ենք խոսել կամ դուք շատ եք խոսել դրա մասին, բայց անընդհատ դուք էլ նշում եք, որ կարծեք այդ ցիկլը անընդհատ չի քանդվում, հա։ Այո։ Իրականում մարդիկ վախենում են ինչ-որ հոգեբանական բան կա, բայց ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ պրոբլեմ ա եղել դրա համար։ Շատերի մոտ այդ վախը զուտ նրանից է, որ իրանք այդքան լավ կրթված չեն թվային տեսանկյունից։ Այսինքն ինքը ավելի տարիքային վախ է, հա, այսինքն այն մարդիկ, որոնք ապրել են հին լամպային բարի ժամանակներում, իրանց համար պրոբլեմա մարդ օրինակ փողը չի տեսնում, իրան քարտ են տալու, ինքը չի հասկանում, այս քարտի վրա շատ է փողը, թե քիչ է, քաշ չունի, էս չունի, հա, հենց աշխատավարձից տամա գնում է քարտից հանում է, որ շոշափելի լինի, հա, բայց իհարկե մարդիկ կան, որ արդեն լիքը պրոբլեմներով քաշվել են դրա համար է։ Եկեք խոսենք այդ պրոբլեմներից։ Դե խնդիրները տեսեք, իրականում Հայաստանում թիվ 1 խնդիրը այն է, որ մենք չգիտենք ռեալ խնդիրների ծավալը, մասշտաբը։ Դա գալիս է նրանից, որ առաջինը մարդիկ չեն բարձրաձայնում, չեն դիմում օրինակ իրավապահներին, ու դա Հայաստանի խնդիր չի մենակ, օրինակ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում մոտավոր հաշվարկներով 1%-ն է, այսինքն 100 զոհից մեկն է, որ գնում հասնում է ոստիկանության։ Բայց ես կխնդրեմ, եկեք խնդիրները թվարկենք, հետո նոր կանցնենք իրենց այդ հանրային առաջին խնդիրը մենք չգիտենք խնդիրները։ Մենք չգիտենք խնդիրները։ Իսկ որը որ գիտենք, որոնք են։ Իրականում, եթե տենց շատ գլոբալ հավաքվենք, դա տարբեր տիպի մեքենայություններ են, որոնք հեռախոսազանգերով են լինում,
սոցիալական ցանցերով ու մեսենջերներով։ Մեծ հաշվով այս 3 հիմնական խողովակներն են, որոնց ինչ են լինում այդ տրանսով ինչ է։ Մեծ հաշվով մարդիկ Հայաստանում օրինակ եթե ցենց վերցնենք վերջին կես տարվա մեջ ինչ խնդիրներ են եղել ու շարունակվում են եղել, ամենատարածված այդ հայ post-ից եկած SMS-ներն են։ Որ արդեն տարի ու կեսը զգուշացվում է, բայց մեկը մարդիկ շարունակում են այդ նույն ուրեմն փոստի վրա կանգնել, հա, այսինքն նամակ է գալիս ձեզ, այդ նամակը կարող է լինի SMS-ի ձևով, կարող է iMessage-ով լինի, որտեղ ձեզ ասում են որ դուք ունեք ծանոթ։ Բայց այդ ծանոթը ստանալու համար ձեզ պետք է օրինակ 61 դրամ լրացուցիչ ինչ-որ վճար անել։ Տարբեր պատճառներով կարող գրած լինի, մաքսային տուրք է, դու այնտեղ եսիմ ինչ ավելացած բան ա եղել ճամփին, տարբեր պատճառաբաններ են գալիս։ Ու եթե մարդ այդ հղումով գնում է, իրեն խնդրում են լրացնել իր բանկային քարտի տվյալները, շատ պրիմիտիվ սխեմա է։ Ու մարդը լրացնում է ու բնականաբար քարտից փողը տանում է։ Հիմա տեսեք, մեծամասնությունը, որոնք ստանում են այդ նամակը, ոչ մի ծանոթ չէին սպասում։ Ու չգիտեք ինչի իրենք ոգևորված լրացնել։ Այսինքն աշխատում են մարդու այսպես զգայունությունների վրա, կամ ենթադրենք նամակ է եկել, չգիտեմ, Նամիբիայից կամ Զիմբաբվեից։ Այդ հավերժական թեմա է, որ դուք ժառանգություն եք ստացել։ Մի քանի միլիոն, չէ՞։ Մի քիչ նաև թիրախային Հայաստանի վրա էլ կա աշխատող, Թուրքիայից են գրում, թուրքական բանկից, եւ թեման տանում են, որ դու ինչ-որ բարեկամ ես ունեցել։ Այսինքն եթե մարդ կա, որ տենց մի անգամից տեսնա, որ ինչ-որ թագավոր Նիգերիայում մահացել է, թողել է 300 միլիոն, դե բոլորը չեն հավատում, բայց կա ինչ-որ կասկած, որ կարող է ինչ-որ բարեկամ ունեցել է ցեղասպանությունից հետո տենց կորել է ու հիմա գտել են, հա։ Այսինքն դյուրահավատության վրա են մարդկանց աշխատում, որ մարդը շատ հանգիստ գնում է։ Դյուրահավատություն որն է, ոգևորության վրա են աշխատում։ Ոգևորության։ Մարդ ոգևորվում է, որ առաջ մենակ հեքիաթներում երկնքից 3 խնձորեր են գնում, հիմա էլ հայ post-ից բեռներ են գալիս, էլ սոցիալական ցանցում գրում են, որ ես իմ N սուպերմարկետի ուրեմն 25-ամյակն է եւ բոլորին նվեր է տալիս։ Ինչ-որ հերոստացույց ենթադրենք, կամ լվացքի մեքենա, ու տակ գրում է գրեք գույնը, որը ուզում եք, գրում են, հազարներով մարդիկ գույնը գրում են, որ հեսա լվացքի մեքենան բերելու են։ Ու բնականաբար էլի այս ամեն ինչը հետո գալիս է պրիմիտիվ բանկային քարտի տվյալ ուզել, հա։ Այսինքն մարդը պիտի հասկանա, որ հենց ինչ ուզում ես արա օքեյ է, բայց եթե արդեն անցնում են կոնկրետ քեզանից բանկային քարտ, այն էլ 3 թիվ կարևոր տվյալներ, պետք է շատ զգուշ լինել։ Դե իրականում չէ, էլի, որովհետև մարդ պետք է տրամաբանի, ասեմ խի, որովհետև մարդիկ շատ ծայրահեղությունների մեջ են ընկնում։ Ասում ես ոչ միտեղ բանկային քարտի տվյալը մի գրի, մեկ էլ ասում է այսինչ խանութում նորմալ խանութ է, հանրահային, բոլորին հայտնի։ Բան է ուզում առնել երեխուս համար, եկա հասա նրան, որ պետք է բանկային քարտը լրացնեմ, բայց ասել եք բանկային քարտը լրացրել։ Ուրեմն ասեմ, ստեղ տենց չկա բանաձե, որ ասես էս մի արա, միակ տարբերակը, որ քեզ ոչ մի ձև չխապեն, եթե դու չմտածես, գնալ մեռնել, հա, որտեվ մեկը ինչ որ բան պետք է անես, եթե դու ինչ որ բան անում ես, խապեբա կարողանում է մտնել։ Օրինակ, հիմա նոր բան ա մտել։ Կապնվում են բջջային օպերատորի անունից, զանգում են։ Եվ առաջարկում են ինչ որ 5G միացնել։ Մարդը ասում է, հա, ասում են, հեսա մենք մի հատ WhatsApp-ով կզանգենք ձեզ հիմա։ WhatsApp-ով են զանգում, ու ասում են, օրինակ, հիմա էկրանդ այնտեղ կա տարբերակ, որ էկրանդ share անես, էլի, այսինքն ցույց տաս։ Ու սկսում են, օրինակ, այդ ընթացքում ինչ որ SMS-ներ են գալի, այդ կոդը իրանք վերցնում տանում են։ Կամ ասում են, հեսա այդ 5G համար մի հատ ծրագիր ուղարկենք, քաշի գցի քո հեռախոսի մեջ, հա։ Այդ ծրագիրը մարդ քաշում է, այդ բանկային քարտի տվյալները ինքը արդեն տարած է։ Սկսում է տանել առանց մարդու անելու։ Ասած սենա, որ ես միշտ խուսափում եմ ասել,
ինչ չանել, որտեվ ինչ որ մի կոնկրետ դեպքում էս չես անում, այդ ուրիշ դեպքում ուրիշ բանը կարող է խնդրեմ լինի։ Եվ նոր բաներ կարող լինել։ Կան ընդհանուր սկզբունքներ։ Սկզբունք համար 1 բանկային քարտը կարելի է ներմուծել մենակ այն դեպքում, երբ որ դու ծախսում ես։ Եթե քեզ նվեր են ուղարկում լվացքի մեքենա, բանկային քարտը տվել դու պետք է չտաս։ Հա, այսինքն ինքը միակողմանի բան է, այն մյուս կողմը չի աշխատում։ Եթե քեզ զանգում են բանկից կամ բջջային օպերատորից եւ ասում են, «Էսա մի հատ կոդ կգա, այդ կոդը մեզ ասա»։ Կամ ասում են, «Քո բանկային քարտի բանը կարդա մի հատ վրայի գրածը»։ Կամ ասում են, «Էսա ծրագիր կուղարկենք դիր»։ Մարդ պետք է հասկանա, որ բանկային ուրեմն աշխատակիցը երբեք ոչ մի նմանատիպ բան չի կարող հեռախոսով ասել։ Այսինքն եթե ձեր մոտ շատ լուրջ ինչ-որ մի խնդիր է, ձեզ ուղղակի կարգելա փակեն վատագույն դեպքում։ Ու կասեն արի բանկ։ Կամ կասեն արի բանկ, այստեղ այդ հարցերը ուզենք։ Այսինքն հեռախոսով տենց ինտիմ բնույթի բաներ, սենսիտիվ ինֆորմացիա։ Լավ, դրանք հələ դեռ ինչ որտեղ ֆինանսական հարց են, որը իհարկե կարևոր է, բայց մենք նաև խնդիր ունենք կոնկրետ թշնամի պետությունների կողմից հեռախոսները գաղտնալսելու հարցում, ճիշտ է։ Հա, ուղղակի մի հատ ռեմարկ անեմ։ Օրինակ ռուս-ուկրաինական պատերազմը շատ վառ դա ցույց է տալի, ասենք Ուկրաինայում կան այսպես կիբեր հանցավոր թիմեր, որոնք այսպես հայ post-ով փող են գողանում, էլի։ Բայց իրանք վերահսկվում են իրենց ազգային անվտանգության կողմից եւ թալանում են ռուսաստանցիներին եւ սա իրանց ոնց որ հիբրիդային պատերազմի մի մաս է։ Ընդ որում իրանք դա թալանում են զուտ գումար Ռուսաստանից հանելու նպատակով, բայց նաև օրինակ մարդկանցից շատ մեծ գումարներ են տալնում, հետո շանտաժ են ենթարկում, որ գումարը վերադասնելու դիմաց, այդ մարդը օրինակ գնա գնացքի բանի այդ ռելսերի տակ պարկի, հա։ Չէ, բան դնի, ռում դնի։ Այսինքն մարդկանց դրթում են ահաբեկչական գործողություն։ Այսինքն նույնիսկ այս պրիմիտիվ հանցագործությունը կարող է լինել ոչ միայն կիբեր գրպանահատների գործ, այլ թշնամի լուրջ քաղաքական իմաստով։ Եվ սա մեզ էլ է, չէ՞, այսինքն մենք այստեղ օրինակ ադրբեջանցի կոնկրետ մեր դեմ այս գծով աշխատել են ու աշխատում են թուրքերն էլ։ Ընդ որում իրանք դա անում են նաև օրինակ վնաս տալու, օրինակ բիզնեսներին էջերը կոտրում են, բովանդակություն ջնջում են, ջուրքի եղտոտ բաներ են գրում, բայց այսինքն դա տնտեսական վնաս է։ Պատկերացրեք բիզնեսը, որը Facebook-ում կամ Instagram-ում այնտեղ օրինակ մի $10,000 ներդրում արել, գովազդ արել, աճացրել եւ այլն, ու այդ էջը ոչնչացվում է, դա փաստացի մեր տնտեսության հարվածը։ Նորագույն տեխնոլոգիաները այդ գործընթացները ավելի արագացրել են, ավելի անտեսանելի ու ավելի նաև էժան են դարձրել հանցագործների համար։ Մենք ունենք պաշտպանական մեխանիզմներ, Հայաստանը կարողանում է դա նաև օրինակ ձեզ դիմում են կամ ձեր ընկերությանը արդյոք կոնսուլտացիաներ եք տալիս, արդյոք Հայաստանում այդ գիտակցությունը կա անհրաժեշտ կոներ, մի կողմ թողնենք հələ տեխնիկականը։ Տեսեք, կոնկրետ մենք զբաղվում ենք պետության համար մի կարևոր հատվածի պաշտպանությունով, որը շատերը կարող են այդպես չընկալեն որպես կարևոր, բայց դա քաղաքասարակությունն է եւ մամուլը, մեդիան։ Մենք իրենց աուդիտներ ենք անում, պաշտպանում ենք, ինչ-որ դեպքերի համար վերականգնում ենք եւ այլն, այսինքն մենք այս հատվածը փորձում ենք պահել։ Բայց սա ինչ-որ մի հատված է, հատվածները շատ են, հա, տնտեսությունն է, քրիտիկական ենթակառուցվածքներն են, պետական հատվածը, ամեն մեկ պետք է ունենա իր պահողին, ու կարող եմ ասել, որ համակարգված բան դեռ որ Հայաստանում չկա։ Մենք ունենք չէ դեպքեր, որ ենթադրենք կոտրվել են պետական կայքերը, ինչ-որ ինֆորմացիաներ, փաստաթղթեր են։ Իհարկե, ոմանք ասեն մենք էլ արել ենք Ադրբեջանին, բայց դա հարցի մյուս կողմն է։ Եվ նաև, եթե չեմ սխալվում, Մեծամորի ատոմակայանի հետ կապված որոշ խնդիրներ եղել են, հուսով եմ, որ դրանք վերացվել են, բայց սա է բանը, որ ես կուզեի, որ նաև հեռուստադիտողներն էլ հասկանան, որ խնդիրը միայն այդ
Նիգերիայի թագավորի հարցը չի էլի։ Իրականում այո, պատերազմի ժամանակ պետական հատվածից եղել է տերաբայթների արտահոսք։ Առ այսօր կարծում եմ ոչ ոք հստակ չգիտի թե ինչ մակարդակի վնաս է։ Պետական Մալբրիզն է, չէ՞, կարծեմ։ Հենց Մալբրիզի մեջից տարել են։ Ընդ որում, նայես չի, որ մենք ենթադրում ենք, իրանք որպես ապացույց դա հատվածներ տեղադրել են, այսինքն ակնհայտ երևում է, որ գաղտնի փաստաթղթեր են ամենախոցելի կառույցներից։ Այո, մեծամորյա ատոմականի ցել կային փաստաթղթեր, ենթադրում եմ, որ դրանք ինչ որ մեկը անփութորեն տարել է տուն կամ ինչ որ ձևով է, որտեվ որքան գիտեմ, այնտեղ ուղղակի ինտերնետը կպած չի, բայց մեզ մոտ միշտ հայ մտավորականությունը ձևեր գտնում է խոցելիություններ ստեղծելու։ Ցավոք սրտի, այս ամեն ինչը չի վերլուծվել, հանրային ոչ մի իրազեկում չի եղել, ոչ մի տեսանելի օրինակ պատիժ կրողներ չեն եղել։ Սա վատ է այն առումով, որ ապագայում էլ է ստեղծում հնարավորություններ այս ամեն ինչի, ունես չի, որ դա վերջի դեպքն է եղել։ Եվ պատերազմի ժամանակ մենք տեսել ենք նաև քրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակում, որը ամենավատը դա Ղարաբաղ տելեկոմի մեջ ներթափանցումն է եղել ադրբեջանցիների կողմից, որը էլի նույնպես մենք գնահատական չունենք բաց, թե քանի կյանք է խլել այդ ու ինչ վնաս է տվել, բայց ակնհայտ է, որ շատ լուրջ վնաս է տրվել։ Հա, այո, Հայաստանից էլ են եղել արձակումներ Ադրբեջանի դեմ, բայց գիտեք, այս սիմետրիկ բանը չի աշխատում։ Տենց օրինակ հաճախ մարդկանց մոտ կա ադրբեջանցի ինչ-որ բան են կոտրում, այն ամենա ախմախ դեպքերից մեկը այն որ դասագրքի մեջի QR կոդը երեխեքը սկանեն անում մայրենի լեզվի ու այնտեղ Թուրքիայի դրոշ էր սկսում ծածանվել տնային առաջադրանք անելուց ու մարդկանց մոտ ռեակցիան շատ սխալն է ասում են դե մենք ինչու հակահարված չենք տալիս մարդիկ պատկերացնում են որ եթե օրինակ մեր դասագրքում տենց բան է եղել մեր պատասխանը մեր կա լինի գնանք մի 5 հատ մանկապարտեզ Ադրբեջանում կայք կոտրենք ու իրանց դպրոցների կայքերը, հա, բայց դա շատ սխալ մոտեցում, այսինքն մոտեցում պետք է լինի այսպես, եթե եղել է տենց դեպք, առաջինը պետք է շատ հստակ թափանցիկ ձևով, դա պետական հատված լինի, մասնավոր հատված լինի, պարզ լինի, թե ինչ է եղել, հասկանալի լինի, որ օրինակ սխալները հաշվի են առնվել, այնպես որ ապագայում դա չի կրկնվի։ Այսինքն դա խոցելիություններն է ցույց տալիս եւ փորձել դա օգտագործել, որպեսզի այդ խոցելիությունները վերացվեն։ Իհարկե, ինչ որ առումով իրանք մեր համար լավ գործ են անում, այդ առումով, էլի։ Ճակերտները լավ գործ, գոնե ցույց են տալի մեզ խոցելի կետերը ու չեն օգտագործում ամենայն հնարավորությունները, հա։ Դրոշ կախելը դենց հոգեբաններում կարող է ինչ որ մեկի վրա ազդի, բայց ապուշ բան է, իրական կարելի է ավելի հնարամիտ վնաս տալ Հայաստանին, բարեբախտաբար դա չի արվել։ Բայց չեն տալիս, այսինքն օրինակ մեր հեռախոսները, որքան պաշտպանված մեսենջերները, հատկապես օրինակ ասում են, սիգնալը վտանգավոր չի, WhatsApp-ը տանում են, Telegram-ը չէ, արդյոք իսկապես բոլորը խոցելի չեն, եւ ինչ պիտի անի մարդը, որ պաշտպանի իր հեռախոսը օրինակ։ Տեսեք, այստեղ էլի գալիս ենք անի, որ նույնիսկ պրիմիտիվ վտանգը, որը օգտագործում է ուղղակի կիբերհանցագործների կողմից, կարող է երկրի անվտանգության հարց լինի։ Օրինակ, կոտրել են մարդու Instagram-ը, ենթադրենք, կամ WhatsApp-ը, հա։ Հիմա եթե դա արել է ինչ որ կիբերժուլիկ, այդ խնդիրը այդ մարդուն վատ խնդիր է, բայց ինքը ոնց որ իր վրա, բայց այդ նույնը կարող է արվի օտար երկրի
հատուկ ծառայությունների կողմից, ընդ որում ոչ միայն Ադրբեջանի, մեծ սպառնալիքները շատ ավելի լայն են։ Եվ պատկերացրեք, օրինակ կոտրվում է Instagram-ը, ես հիմա ռեալ դեպքերի վրա եմ հիմնվում եմ, ինչ որ տեսական բաներ չեմ ասում։ Կամ էլեկտրոնային փոստը զինվորական է, այդ նամակների մեջ օրինակ լուսանկարներ կան ու նամակագրություն, որից հասկացվում է, որ ինքը այսպես միասեռական է եւ շանտաժի տեղ է դրվում ու հասկանում եք, որ դա վերբովկայի ասենք կոպիտ ասում են, եթե չես որ բոլորը իմանան կամ քո ընտանիքում բան, ուրեմն պետք է մեզ համար այսպես բաներ անեն։ Ընդ որում իրանք կարող է դա արածելնեն առանց հասկանալու, ուղղակի զանգվածային կոտրում են, հետո սկսում են նայեն ինչ կգտնեն։ Նույն ձևի օրինակ 20 թվականի հուլիսին այտենց ինչ որ մեյլրուներ էին կոտրել ու գտել էին Մարտակերտի Զորամասի սաղ գույքագրումը, քանի դոշակ, քանի բարձ, այսինքն քանի մեքենա, ինչ որ մտավորական մյուսին մեյլրույով նկարել էր հեռախոսով ուղարկել էր։ Իրանք էլ են երևի շատ երկար զարմացել, որ այդ ամեն ինչը հասանելի է դարձել իրանց հասարակ էլեկտրոնային փոստ կոտրելուց, հա։ Մյուս տարբերակը դա է, որ կարող են կոտրել, հետո այդ օրինակ WhatsApp կոտրում են հայկական համար, հա։ Հետո այնտեղ նկարը մի հատ սիրուն աղջիկ են դնում ու սկսում են զինվորականներին տենց խոսացնել, գնաց։ Այսինքն նույնիսկ այն պրիմիտիվ հանցագործությունը, որը թվում է թե արնում են ինչ որ հիպեր հանցագործություն, կարող է արվի լրիվ նույն սցենարով հատուկ ծառայության կողմից, որպեսզի հետո հեռու գնացող արդեն ազգային անվտանգության մարտակարտակի վնասներ տալ։ Սա այդ պրիմիտիվ հարձակումներն են։ Ձեր ասած օրինակները, որ հեռախոսներն են ենթարկվում հարձակումների, եւ ոչ միայն լսման ավելի։ Այո։ Ադրբեջանը շատ ակտիվ գնում է Իսրայելից լրտեսական ծրագրեր։ Շատ բարձր մակարդակի, շատ թանկ ծրագրեր։ Pegasus։ Ոչ միայն Pegasus-ը, իրականում մենք հաստատ գիտենք նաև, որ օգտագործվում է մեկ ուրիշ լրտեսական ծրագիր, Կանդիրու։ Կանդիրու։ Ահա, դա արդեն համակարգիչների դեմ է աշխատում։ Մենք կասկածներ ունեինք 21 թվականին կային զեկույցներ, Google-ն էր բռնացրել ու Microsoft-ը Հայաստանի դեմ թիրախների վրա աշխատանք, բայց պարզ չէր ով է, ինչ է եւ այլն։ Հետո իսրայելական մամուլում 2 տարի հետո արտահոսքներ եղան, այսինքն սա միացնելով հասկացանք, որ փաստացի իսրայելական այդ ընկերությունը համ Pegasus-ը, համ Կանդիրուն դա նախկին զինվորական հետախուզության աշխատակիցներն են։ Այսինքն փաստացի այնտեղ այդ մոդելը է Իսրայելում աշխատում, այսինքն ռազմական կիբեր զենքերը, ինչ որ պահից դուրս են հարվում մասնավոր հատված ու աշխատացնում է բիզնես, որպես կոմերցիոն։ Ու Pegasus-ը փաստացի մեր դեպքը ունիկալ է, որովհետև ուղղակի որ պարզ լինի, Իսրայելը թույլ է տալիս, թույլտվություն պետք է ստանա ընկերությունը բանակից, այսինքն այդ տիպի լրտեսական ծրագրերը հայերեն լեզվով ասած վիրուսները, իրենք համարվում են զենք։ Եվ իրանց արտահանումը միայն պետական թույլտվությունով է արվում։ Այսինքն իրանք չեն կարող ծախել ու մասս։ Եվ օրինակ Pegasus-ը փաստացի ուրիշ մենք օրինակ աշխարհում չունենք, որ թույլ է տրվել մի պետությունը օգտագործի մյուս պետության դեմ պատերազմական գործողությունների ժամանակ։ Իրանց ոնց որ բաց տեղադրված փաստաթղթերով իրանք ընդհանրապես արգելում են երկրից միջսահմանային օգտագործումը։ Հիմնական Pegasus-ը մեղադրվում է այդ ընկերությունը NSO Group-ը, որ թույլ է տալիս օգտագործել օրինակ ընդդիմադիրների դեմ, լրագրողների եւ այլն։ Կան օրինակներ միջսահմանային կիրառման, օրինակ Մակրոնին էին կարծես թե վարակել ու ենթադրաբար ալժիրցիկ Մակրոնին թե իր հեռախոսը։ Դու հեռախոս։ Բայց մեր դեպքը այդ առումով ունիկալ է, այսինքն
Ադրբեջանը Իսրայելից ունի կարտ բլանշ այդ առումով եւ շատ ակտիվ օգտագործում։ Այդ այն բաներն է, որ մենք գիտենք, այդ երկուսը։ Շատ հավանական է, որ էլի գործիքակազմը օգտագործվում եւ սա շատ վտանգավոր գործիքներ են, որովհետեւ օրինակ նույն Pegasus-ը շատ դժվար է դրանից պաշտպանվել եւ գրեթե անհնարին է ինքնուրույն հասկանալ, որ դու վարակված ես։ Մենք րոպեների խնդիր ունենք, բայց կուզեի թերևս դրանով ավարտենք։ Դա լինում է ինչպես, ինչ որ ֆայլ են ուղարկում։ Հիմա ոչ մի ձև, ուղղակի նստած տեղը, հիմա կարող ասես նստենք ու բայց ինչպես են իրենք մուտք ունենում։ Իրանք օգտագործում են մի շարք խոցելիություններ, օրինակ iMessage-ը iPhone-ի։ Այսինքն իրականում iMessage-ը ստանում է նամակ, բայց դուք այդ նամակը չեք տեսնում։ Այսինքն հեռախոսում ոչինչ չի կատարվում, դա այդպես կոչված զրոյական քլիքի վարակումներն են, դրա համար շատ թանկ է։ Իսկ ոնց պետք է իմանա մարդը ինքը վարակված է թե չէ։ Մենք կարող ենք ստուգել, դա այդքան հեշտ բան չի, բայց մեծ հաշվով ինքնուրույն ստուգելը կան գործիքներ, որոնք ստուգում են, այտենց կոմերցիոն, բայց իրանք կարող են ստուգել, եթե ձեզ վարակել են 21 թվից շուտ։ Թարմ վարակումներ իրանք չգիտեն։ Այսինքն հիմա չի բացա, որ մեր հեռախոսները անդադար ինչ մենք ունենք մեջը, երևում է ուրիշ տեղ, հա։ Ցավոք սրտի մենք դեռ շատ ենք ստուգել ու կարող ենք ասել, որ պետական հատվածում կան կառույցներ, որտեղ գրեթե բոլորին վարակած են եղել ու ոչ միայն պետական, կան դեսպանտների աշխատողներ, հասարակական եւ դա բոլոր ադրբեջանցիներն են։ Այսպես ասեմ, խնդիրն անում է, որ ոնց որ պատվիրատուն չի վարակում, ինքը փողը տալիս է, համարը տալիս է հեռախոսի, վարակում է արտադրողը, NSO Group-ը։ Իսկ ոնց է արդեն իր գործը։ Բայց քանի որ մենք արել ենք Cyber Hub-ով միջազգային հետաքննություն, որի մեջ մտած է եղել Citizen Lab-ը, Amnesty International-ի տեխնիկական թիմը, Access Now, այսինքն շատ մեծ միջազգային թիմ է, ու մենք այդտեղ ոնց որ ձեռնպահ ենք եղել որպես կողմնակալ, բայց բոլորը գալիս են այն եզրակացության, որ հաշվի առնելով որոնք են թիրախները, որ օրերին ու ժամերին են եղել այդ վարակումները, այստեղ գրեթե ոչ ոք չի կասկածում, որ բոլոր վարակումները Ադրբեջանից են գալիս։ Ամեն շատ շնորհակալ եմ։ Սա կարծում եմ, որ կամ հույս ունեմ, որ մեր հեռուստադիտողների համար եւս մեկ անգամ այս մոտիվացիա կլինի կամ խրախուսանք կլինի, որ ուշադիր լինեն։ Ամեն դեպքում ուշադրությունը ամենակարևոր գործիքներից մեկն է նման իրավիճակում, որտեղ իսկապես որևէ մեկը չի կարող 100%-անոց երաշխիքներ ունենալ, բայց գոնե ամեն մի հիմարության վրա կլիկ չարվի, ամեն մի բանը 10 անգամ ստուգվի, ամեն մի ժառանգություն չվազես ստանալ, հատկապես աֆրիկյան երկրներից։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն նաև ձեզ, հեռուստադիտողներ, հետևեցիք մեր այսօրվա քննարկմանը։ Մենք հյուրընկալել ենք Cyber Hub ընկերության համահիմնադիր եւ կիբերանվտանգության փորձագետ Սամվել Մատիրոսյանին։ Ձեզ հետ է քաղաքագետ Գեորգ Մելիքյանը։ Հաջողություն ձեզ։